Ողջույն բարեկամներ։ Ծանր ժամանակներ են սպասում Փաշինյան Նիկոլին։ Արդեն փողոցում երևում է։ Արդեն մեդիայում դա թաքցնել հնարավոր չի։ Ես չգիտեմ, քանի հոգի է հասկացել դրանցից, որ ոչ մի շանս չունեն, ոչ մենակ ընտրվելու իմաստով, չէ, իրենց ապագան արդեն կանխորոշված է։ Տեղը կանխորոշված է, կարգավիճակը կանխորոշված է, իսկ ով ինչքան կանցկացնել տարածքներում, դա էլ թողենք թող դատարանը որոշի։ Հիմա գնանք այսօրվա նորությունների վրայով հերթով եւ ինչպես միշտ ես առաջարկում եմ անպայման բաժանորդագրվել, տարածել, գրեք ինչ եք մտածում եւ անպայման օգնեք ալիքին իր ստեղծագործական աշխատանքը շարունակելու համար, եթե կարող եք, եթե ցանկություն ունեք։ Իդեպ մի լուր էլ ասեմ, որ ապրիլի 12-ին կարող ենք հանդիպել Կալիֆոռնիայում, Լոս Անջելես քաղաքում, ես հասցեն կգրեմ հաջորդ անգամվա համար։ Փեղոսկով ապրիլի 12-ին ես կլինեմ Լոս Անջելեսում, կիրակի օրը, ցերեկը ժամը 3-ին, հասցեն ճիշտ ասած չեմ հիշում, մենք հնարավորություն կունենանք հանդիպելու, այնպես որ ովքեր տարածքում են, ովքեր ցանկություն ունեն հանդիպելու, պատասխանի մասնակցելու, խնդրեմ պատրաստվեք ապրիլի 12-ի հանդիպանը։ Իսկ հիմա անցնենք մեր հաղորդմանը։ Պատում եմ վախկոտներին, մեհերս աս։ Աշխարհում ամենամեծ դավաճանությունները վախկոտներից են ծնվում։ Սարսափելի է նաև, երբ մարդը սուտ է խոսում։ Սուտն էլ վախկոտության մի ձև է։ Դուք էլ նման ասեցիք։ Վստահ եմ այո։ Եվ այսպես, տեսնենք ինչա կատարվում։ Զոհված զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի դիմաց ու հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ասում են Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Զոհված զինծառայողների ծնողների խոսքով, եթե ընտրությունից հետո քաղաքացիական պայմանագիրը վերարտադրվի, ելի զոհելու են, որպեսզի 29000 քառակուսի կիլոմետրից գոնե 10000-ը պահեն։ Հանցանքի մասին հաղորդում էր ներկայացվում, որը ստորագրեցին ծնողները, զոհված զինծառայողների ծնողները, հաղորդումը ներկայացվել է նրանց ցանկությամբ, կազմել եմ ես, վերաբերում էր 3 Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, հիմա ասեմ, մինչև այդ հայտարարությանը հասնելը ուղղակի կարծում եմ, որ նաև մեզ լսում են, կամ լսում են նաև Նիկոլ Փաշինյանը եւ մի խնդրանք իրավաբանների անունից, խնդրում ենք մի փոքր մեղմել հռետորաբանությունը եւ օգտվել երբեմն նաեւ սահմանադրական եւ կոնվենցիոն լրելու իրավունքից, որովհետեւ անկեղծ եմ ասում, իրավաբանները չեն հասցնում հանցանքների մասին հաղորդումներ ներկայացնել, երբեմն հասկացաք, ինչ ասում։ Քիչ խոսացեք, մենք չենք հասցնում արձանագրենք։ Չենք հասցնում արձանագրենք եւ հաղորդում ներկայացնենք։ Մի քիչ դանդաղ եք էլի, երկու ամիս ժամանակ չենք լուսաբանում, պարզապես ներկայացնում ենք, բայց օրինակ մեր գրասենյակը վերջին 3 օրերի ընթացքում արդեն 3-րդ հանցանքի մասին հաղորդումներ ներկայացնում։ Առաջի երկուսը վերաբերում էին ընտրակաշառքին ակնհայտ, իր նախընտրական, այսպես ասած, իրականում նախընտրական, սակայն ներկուսակցական քարոզարշավի ընթացքում անձին խոստանում էր 12000 դրամով աշխատավարձ իրեն եւ իր ընկերներին։ Երկրորդը ներկայացվել է մեկ այլ դեպքի վերաբերյալ, երբ սպառնում էր պատերազմով, եթե չկազմեն մեծամասնություն, սահմանադրական մեծամասնություն, այդ թվում նշում էր նաև ոչ միայն ընտրություններով։ Եվ այսօր երրորդ հաղորդում ենք ներկայացնում, հաղորդումը երեկվա հարց ու պատասխանի որոշակի հատվածն է, Մարիա Կարապետյանի կողմից տրված հարցինի պատասխան, երբ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2020 թվականին գնացել են զոհողությունների, փրկելու համար, գիտակցված զոհողությունների, փրկելու համար եւ շարունակությունը արդեն իսկ ծեծված, արդեն իսկ մաշված, արդեն իրենց արժեքը կորցրած այդ արժեքներն են պետականության փրկության համար, ինքնիշխանության փրկության համար, այսինքն ինքը ըստ էության ընդունեց, որ այնինչ կատարվել է 2020 թվականի ընթացքում, իսկ հասկանում ենք, որ դա 44-օրյա պատերազմի ընթացքն է, այն ամեն ինչը որ կատարվել է իր դիտավորյալ զոհողությունների արդյունքն է։ Մի բան էլ ես ավելացնեմ։ Հիշում եք, չէ՞, ասում է ես 7 տարվա վարչապետ եմ։ Կարող է ես չգիտեմ ինչա կատարվելու, ինչ չի կատարվելու։ Ասում էի, չէ՞ որ պատերազմ չի լինելու։ Չեղավ, որովհետև ես 7 տարվա վարչապետ եմ եւ ես գիտեմ ինչա լինում եւ երբ է լինում։ Եվ ես հիմա էլ ասում եմ 20 սեպտեմբերի պատերազմ կլինի, եթե ես չընտրվեմ։ Եվ այսպես
ըստ ինքնախոստովանողի ինքը իմացել է, որ 20 թվականին հարձակվելու են, ինքը իմացել է 21 թվականի հարձակումի ժամանակ, ինքը մասին, ինքը իմացել է 22 թվականի հարձակման մասին, ինքը իմացել է Արցախը դատարկելու մասին, ավելին, էս էլ գրեք Արցախը դատարկելու ժամանակ նա մոլորեցրել է չարաշահելով իր իշխանական դիրքը, մոլորեցրել է աշխարհին ամբողջ հանրությանը, որպեսզի Ադրբեջանը կարողանա էթնիկ զտում իրականացնել։ Ավելացեք ձեր ցուցակի վրա։ Եվ ընդհանրապես, սա արդեն կարծեմ երրորդ առանձին ուժն է, ուժ չասեմ, երևի ուղղությունն է, որոնք քրեական հետապնդումներ են սկսել Փաշինյան-Նիկոլի, կարծեմ նույնիսկ արդեն չորրորդ։ Բացի այն, որ մենք Հարություն Բաղդասարյանի հետ միասին անում էինք, հիմա մեր խումբը մեծացել է, ինչպես երեք ասեցի, արդեն իրավաբանների խումբ ունենք 5 հոգանոց, Հարություն Բաղդասարյանի հետ, Մանուշ Եսայան, Արայիկ Պապիկյան, Նայիրի Բաղդասարյան եւ Մարտիկ Գասպարյանի հետ, իմջելոց մեզ օգնականներ են պետք, նաեւ ես երեք ասել եմ, մարդիկ ովքեր իրավաբանական կրթություն ունեն եւ անգլերենի տիրապետում են, որպեսզի այդ հայցերը բոլորը թարգմանվի նաեւ անգլերեն, պոտենցիալ դիտորդներին կներեք, որ գալու են փրկեն Նիկոլին, միջև գալը արդեն Նիկոլը դրանց աչքերում պետք է լինի իդեալական հանցագործի եւ բռնակալի տեսքով, ասենք ես բոլոր ինչ որ հիմա կատարվում են, կերներն անում են, իմջելոց այսօր իմացան, որ մի հատ այլ խումբ կա, որը մի հատ հոյակապ նախաձեռնություն է ստեղծել, որոնք կոչվում են իրենց տրիբունալ, նախկին դատախազներ, դատավորներ, մի խոսքով ազատամարտիկներ, քրեական գործեր են կազմել եւ իրենց դատարանով հղում անելով պետական Հայաստանի գործող սահմանադրության եւ օրենքների վրա գործերը պատրաստել են, որոշումները կա, որպես ամեն մեկը գիտեն, այս գործի համար ինչքան է հասնում, այս գործի համար ինչքան է հասնում, դավաճանության համար ինչքան է հասնում։ Մի խոսքով, այս գործերը քրեական պատրաստ կա, որ ասենք հենց պետությունն ունենակ, այլ ժամանակ չկորցնենք, հա, գործեր հավաքելու վրա։ Բայց ասենք տեսեք, արդեն 4 առանձին խմբեր աշխատում է Փաշինյան-Նիկոլի քեյսերի վրա։ Հիմա խորհուրդս եւ որդորս բոլորին, 4-ին էլ իրար հետ։ Մի սահմանափակվեք Հայաստանի դատարաններով։ Մի սահմանափակվեք, թեկուզ ինֆորմացիոն արտահոսքի համար դուք պարտավոր եք այս բոլոր մեղադրանքները թարգմանաբար ուղարկել դեսպանատաներ, ուղարկել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակներ բոլոր տեղերում, ինչքան շատ գնա, ինչքան շատ տարբեր կառույցների կողմից գնա, ինչքան շատ մեղադրանքներ գնա, այնքան Փաշինյան-Նիկոլի ակնկալիքը դրսից պակաս կլինի։ Այդ չեմ ասում, որ վերջնական տարբերակում կարող է հասկանալ, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանն է պետք փրկել ռուսներից, այլ հենց Հայաստանին է պետք փրկել Նիկոլ Փաշինյանից։ Այ մենք հենց դրան պետք է հասնենք։ Սա տարբերակներից մեկն է։ Տեսեք, կուսակցությունները իրենց ընտրապայքարներն են անում, հանրատ կուսակցությունների շարժումները էական չի։ Մենք էլ մերը պետք է անենք։ Մենք չենք կարող դիտորդի կարգավիճակում նստել, թե օրը գալու է, մենք ում գնանք ձեն տանք, այդքանով մեր գործը համարենք ավարտված։ Ոչ։ Փաշինյան-Նիկոլին գրողիցոսն ուղարկելը ցանկացած հայի, տեսեք, չեմ ասում մարդու, ցանկացած հայի պարտքն է։ Պարտք։ Հիմա գնանք առաջ։ Հիշում եք, չէ՞, եթե նոյեմբերի 9-ի երեկոմ հայտարարությունը չստորագրվեր, մենք կարող էինք բախվել չափազանց վտանգավոր խնդրի։ Բայրամովն ասել սա։ Սա իրականություն է։ Ես նորից հիշացնում եմ բոլոր նրանց, ովքեր երբեք խոսեն խաղաղության մասին, պատերազմի ելքի մասին։ Այ հիմա հասկանում եք պատերազմի իրական ընթացքն ու պատճառները ինչու չի հրապարակվում, որովհետև Բայրամովի ինքնախոստովանանքը կապացուցվի հենց թվերով, հենց փաստերով։ Այսպիսով բոլոր են պնդումները, որ իրենք պետք է լինեն, որպեսզի խաղաղություն լինի, ոչ, իրենք են հենց Ադրբեջանին փրկողները, իրենք են այդ, ինչպես իրենք ասեցին, պատերազմի կազմակերպիչները, ոնց կարող է ձայնը տա, արդեն պատերազմը կազմակերպածին, որ ինքը խաղաղություն ունենա։ Այս մարդը արդեն 8 տարի է կոտորում է մեր պետությունը։ 8 տարի, ինքն էլ ասում է դրա մասին։ Ինքն էլ ասում է։ Հետ էլ ասում է, եթե 18 թվին ասեի ես ամեն ինչի մասին, որ ես ձեր օրն եմ գցելու,
Դուք չեք թողի, որ ես աշխատեմ։ Հետո ծիծաղում է։ Ինքն ամեն ինչ ասել, ոչ մի գաղտնիք չկա։ Այդ լսենք այս տականքին։ Այսօր մարդը իր երեխուն բանակ է ուղարկում հանգիստ, որովհետև գիտի խաղաղություն է հաստատ։ Սա գիտեք ով է, որ մարդու անունից է խոսում։ Սա այն մարդն է ճակերտավոր, որ ընդամենը 2 տարի առաջ գոռում էր ասում Նիկոլ Փաշինյան, դու ես իմ երեխեքին ու մնացած երեխեքին սպանողը, դու պիտի պատասխան տաս։ Դե միջև համապատասխան չեմ պաշտոն փող հնարավորություններ ստանալ։ Իսկ իմ ասում եմ, մարդը հասել է նրան, որ երեխեք մարդկանց մարդիկ իրենց երեխեքին ուղարկում են, առանց մտածելու, որ պատերազմը լինելու։ Չէ, ուղղակի նրանք չգիտեն պատերազմը երբ է լինելու։ Եվ այս երեխեքին ոնց կարող է սպանել, որովհետև պատերազմով չի, որ մարդիկ զինվորները սպանում են։ Զինվորները սպանվում են նաև քնած ժամանակ։ Այո, միանգամից 15 հոգի ու դրանց հանցագործությունը չի բացահայտվում։ Հետաքրքիր է, որ ինչ որ հայեր միացեք, sense բան կա։ Կայք կա, մտեք եւ ոչնչացեք սրանց։ Սրանց խոսափողները պետք է փակվի։ Այս կարգի տականքներին իհարկե որ հասկանում եք, չէ՞ ում ականջում Պետրոս Ղազարյանը բացառապես այս կարգի մարդկանց պետք է լինի իրանց եթերում։ Այս բանը ձեզ ասեմ, մեր ժողովուրդը սան սովոր է։ Սան սովոր է, մենք ամեն ինչ տեսել ենք։ Մենք մեր պատմության մեջ երբեք մեդիային չենք վստահել, չի եղել այդ շրջան, որ ասենք, եթե տելևիզորը ասում եմ ճիշտ ասում։ Մենք այս ժողովուրդն ենք, մենք այս ծերունդն ենք, ու տենց եկել է շարունակվել է սովետից այս կողմ, որ նայել ենք հեռուստացույց, այո, նայել ենք, ու մտածել ենք ուղիղ հակառակը մեզ ինչ որ ասել։ Ու մենք այնպես մեր փորձ ունենք, որ ձեր բոլոր այս պրոպագանդիստական քայլերը հակառակը աշխատում։ Նախ չեն նայում, երկրորդ նայելուց էլ, բացի հայոյանքից եւ նողկանքից մարդիկ ուշի բան չեն զգում, որտեղ գիտեն մեկն է խոսում, որը սեփական տղուն սպանողին մեղադրելուց հետո գնում է սկսում է ոտը լվալու ջուրը խմել։ Ոնց կա այդպես մարդուն, հայ մարդը, ոչ թե պատահական էլի, լսի ու հավատա, աննային։ Ես չգիտեմ երբ է այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու, բայց արդեն մենք փաստացի խաղաղության մեջ ենք ապրում։ Ես նաև նկատել եմ, որ Իլհամ Ալիևը այս կամ այն հարթակներում, երբ որ ասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն կա գոյություն ունի խաղաղություն։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում։ Լսեցիք, արդեն ինքը հետևում է։ Ալիևին է հետևում։ Չի լսում Ալիևը, որ ասում է, այդ մեր հողերն է։ Մենք պետք է վերադառնանք այդտեղ։ Դուք վերջի կեղտն եք, իրավունք չունեք այդտեղ ապրելու։ Դուք ձեր 18 թվականի ցեղասպանելիությանը համարելը պետք է պատասխան տաք մեզ։ Ինքը դրանք չի լսում։ Ինքը դեռ Հեյդար Ալիևին է լսում։ Բա։ Պետրոս ինչ ասում։ Ես չեմ բերում։ Հայկական մամուլում ու լրատվամիջոցներում այդ հայտարարությունը տեղ չի, բայց եթե հանկարծ Ալիևը ինչքան է նեղված, որ այդ հայտարարությունները տեղ չի գտնում, ինչքան է նեղված։ Այնպես մենք ինչ կարիք ունենք դեռ ինչ կասի Ալիևը, Իլհամը, Հեյդարը չէ, ախմախ։ Հենա Իլհամի խոսնակը ամեն ինչ ասում է իր փոխարեն, էլի։ Մի բան էլ ավել։ Հենա դուք ասում եք էլ։ Գնանք առաջ։ Պապիկին լսենք։ Երոր են արել, երեխեքին սպանել են, հետո եկել տեսել եմ սպանել են, իրանք կտվել են, վարել են երեխեքին։ Մենք միջև վերջ կգնանք եւ Լսար Գեգամ Նազարյան։ Լսար Ների ծնունդ։ Պարտադիր չի պատերազմի որ երեխեքին սպանեն, իմիջիալոց։ Հաշվել եք ձեր իշխանության ընթացքում, քանի երեխա է սպանվել, քանի պատերազմ է եղել։ Ու հիմա շարունակում եք պատերազմով սպառվել, հաշվել եք։ Այս հարցը բարձելու համար թող իրանք հանկարծ չկարդեն, որ Փաշինյանը, Պապիկյանը, Ալեն Սիմոնյանը դե հանգիստ նստեն իրանք վայելեն նոր տներ ստանալով ու ուրախանալու հաստաներով, իսկ այդ հնարավորությունները որ ապրելու Զգում եք մարդու մտածելակերպը եւ տականքի մտածելակերպը երկուսի զավակիներ սպանել են թուրքերը, տեսեք։ Երկուսի սպանվածի պատասխանատուներ Փաշինյան Նիկոլն է իր ամբողջ կառավարության։ Բայց
Մեկը Մարթա, մեկը Գեգամ Նազարյան։ Գեգամ Նազարյանը ցիտում է մեջբերում Ալիևին։ Սրանք ասում են, այս Մարթա ասում է, հայ Մարթա ասում է, միջև վերջ գնալու եմ ու հանկարծ չմտածեք մեր երեխեքի սպանելը դուք մարսելու եք։ Զգացիք տարբերությունը։ Հիմա էլի թողում եմ անհատական ընտրության վրա։ Թող մարդիկ աջակցեն ում իրենք իրենց մոտիկ են համարում։ Մոտ, իրենց տեսակին մոտ են համարում, որտեղ ես չեմ կարող պահանջել, որ բոլորը պետք է լինեն մարդ, հայ մարդ, բարոյական։ Չեմ կարող պահանջել, կարող եմ ակնկալել, բայց դա պահանջելը լավ չի։ Լսենք։ Ինքս հետ է վերադառնում իմ Արցախ, դուք հասկանում եք ինչ եք արել։ Չեք հասկանում։ Եթե Արցախը Հայաստան չէր, ինչ էիր գոռում Արցախը այս բեմի վրայից ինչ էիր գոռում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ինչի տվեցիր Արցախը։ Ինչի տվեցիր այսքան զոհերը։ Հասկացաք։ Եք։ Հետաքրքիր է, չէ՞, ամբողջ 5 տարի այդ ակտիվությունը կար։ Ակտիվությունը կար, այս խոսակցությունները կար, բայց հիմա ոնց որ սենց հրդեհ կապել 4 ցախին։ Հրդեհ կապել 4 ցախին ու ելել ընտրություններից առաջ։ Ու դուք ուզում եք այս 4 ցախը վառվող հիմա սենց հրաբուխի նման ձեր հիմար ստելով, հիմար քարոշչություններով, համեկով, բանվանայինով մարեք։ Հասկանում եք, որ այս մարդկանց ցավը չի մարվելու, ոչ մի իշխանություն, ոչ մի պրոպագանդա, ոչ մի պրոպագանդոն չի կարող մարել։ Բայց դուք փորձեք, ես ձեզ ասում եմ, ինչ ուզում եք փորձեք, հունիսի 8-ի համար մտածեք, դուք այդ օր առավոտ ինչ եք անում։ Ամեն օր մտածեք այդ մասին ամեն օր։ Միջև կիմանանք, որ ինֆարկտ է խփել ձեզ։ Սա հաջորդը Արտուր Սահակյանն է մեզ տեղեկացնում, որ կա Թուրքիշ կոալիցիա Ամերիկա, ասենց ինչ-որ բան ուներ յակոբեր, կազմակերպությունն են, որոնք ունեն նաև էջ հայերի վերաբերյալ։ Եվ այդ հայերի վերաբերող էջը ամբողջը լցված է Փաշինյան Նիկոլի ցիտատներով։ Այո։ Ոնց որ այդ կազմակերպության աշխատող լինի, ըստ Արտուր Սահակյանի, ճիշտ համաձայն եմ նրա դիտարկմանը։ Ու ճիվաղի որ տողերն են վերցնում դե գրում, այն տողերը, որ ինքը կասկածի տակ է դնում ընդհանրապես ցեղասպանությունը, պահանջատիրությունը, սկսում եք։ Այն ինչ որ ամբողջ կյանքը արել է Թուրքիան, իր պրոպագանդայով ծախսելով միլիարդներ դրանց վրա, հիմա դա անում է Փաշինյան Նիկոլը, գիտեք, ձրի, Փաշինյան Նիկոլը ձրի կյանքի մեջ ոչ մի բան չի արել, ոչ մի բան, դրա հետն է ասում դրա մասին, ելով մեկ չեք, մեկ ով եք որ ասեք։ Եվ ասպես, այս թուրքական կոալիցիայի հայկական էջի վրա ամբողջը Փաշինյան Նիկոլի խոսքերն։ Google-ը 6000 ադրբեջանական YouTube էջ է փակել հակահայկական գովազդների պատճառով, հակահայկական ոչ թե գովազդների հռետորաբանության իմաստով։ Սա 2025 թվականի վերջին էր եղել, ես հիշեցի, սենց բան եղել է։ Բայց ուղղակի հիշացնեմ էլի, որ Ալիևը դրա վրա փող է ծախսում 6000 ալիք YouTube-յան։ Հասկանում եք ինչ փողեր է դրված հակահայկական հիստերիա իրականացնելու համար։ Պլյուս Հայաստանի կառավարությունը պատկերացնում եք ինչ փողեր է ծախսում Ալիևը, որտեղ այս YouTube-յան ալիքները այդքան բան չեն լինի, էֆեկտիվ չեն լինի, եթե նույն լադի վրա չաշխատի Հայաստանի կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ափսոս Google-ը չի կարող փակել Նիկոլ Փաշինյանի բերանը։ Ոչինչ, մենք փակենք, այդ գործները մենք կանենք։ Մի բան էլ մենք պետք է անենք մեր համար, թե չէ։ Ամբողջ Google-ը եւ մնացած կառավարությունները չեն անելու մեր փոխարեն։ Սա նայեք։ Սա վկայությունն այն մասին, որ Տավուշի շրջանում էլ է դիրք զիջվել։ Բերքաբերի ջրամբարի ափին։ Ջրամբարի։ Հասկանում եք ես ինչա։ Սա մենակ դիրք չի։ Սա ջուրը թուրքերին զիջելու ջուրը, ո՞նց եմ ասում։ Ջուրը 4 տարի հետո, հիշեք, Արաքսի ջրերը արդեն գնալու են Թուրքիայով։ Թուրքիան Արաքսի վերևում Հայաստանը սպանելու ծրագիր է մշակում հենց հիմա։
Հայաստանի սպանելու մյուս ծրագիրը իրականացավ 20 թվականին Նիկոլ Փաշինյանի ձեռքով ամբողջ քարվաճառի ջրային պաշարները, որտեղից տեղից է գնում, Ադրբեջանին թղթով տալը։ Հետո գիտեք, Բաղանիսն ու Ոսկեպարն ինչ էին ուզում, այնտեղ էլ կար ջրամբարներ, դա էլ էր ջրի համար։ Հիմա Տավուշի շրջանում ջրամբարի մոտի հայկական դիրքը անում են։ Ես ուրիշ ոնց ասեմ, որ այս մարդը ամենամեծ հայկական թշնամին է, Հայաստանի թշնամին, շատ ավելի մեծ, քան Էրդողանն ու Ալիևը իրար գումարած։ Ու ցանկացած ոք Օվսան աջակցումը, ասենք անուն չկա տալու, ասես ներ քիչ է, քֆուր տաս, չի հնչում արդեն։ Ինչ հայոյան կարելի է տալ մեկին, եթե արդեն սեփական երախուն ծախել է։ Ծախել է։ Դու իրան ինչ կարաս ասես։ Բարոյապես ոնց կարաս իրա վրա ազդես։ Ոչ մի ձև։ Իրա վրա մենակ մի ձև կարելի է ազդել։ Ինչի դիմաց որ ծախել է, դա ձեռից խլես։ Պատկերացնում եք ինչ կլինի։ Դա չէ որ նյութի համար է ծախել։ Կոսյալ ես համ ծախեցի, ամեն ինչի դիմաց որ ծախել եմ, դա էլ չունեմ։ Ու տենց է լինելու Գեգամ Նազարյաններ բոլորիդ հետ։ Շատ շուտով։ Մեր երկիր ես վիճակին գցելու համար։ Մասա լսեք։ Այս ճիվարն է իր ավտոբուսը։ Զգացի ժողովրդի վերաբերմունքը։ Նորից կրկնեմ, իհարկե իրանց գլուխը չի մտնում, բայց ես հիշացնեմ։ Ցանկացած ինքնադրսևորում սրանց կողմից, ցանկացած տեղ երևալ, ցանկացած խոսք, այն որ իրանց թվում է, իրանք անում են իրանց PR-ի համար, ուղիղ հակառակ աշխատում։ Ուղիղ հակառակ Հայաստանի մեջ PR-ով զբաղվելը այլ գործիքակազմով, որտեղ ասենք, որոնք աշխատել են, չգիտեմ, Հնդկաստանում, չի լինում։ Հայ մարդը ուրիշ կառուցվածք ունի։ Դե դու գովազդի համար քո ավտոբուսը ներկի, բայց իրականում հենց քո ավտոբուսը ներկայացնում են մարդիկ հայոյում են այդ ավտոբուսին։ Դե հիմա դու ինքդ գցի բռնի, քո PR աշխարհը ստացվեց թե չէ։ Հայ, եթե դու ասենք հայոյանք վաստակելու համար էիր դուրս եկել, իհարկե։ Իհարկե։ Հա բայց դե ուրիշ առաջարկելու բան չունի, ինչ առաջարկի։ Իրեմ Սամոյի բունկերից է դուրս եկել, ես աղբատների կատուն, թե որտեղից մեկին որոշել է, որ ինքը էլի պետք է խոսա։ Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությունը 44 օրյա պատերազմի ժամանակ։ Աչքովս ընկած լիներ, դժվար թե մոռանայի։ Իմ մոտ այս հայտարարությունը գիտեք ով կարող է։ Ասենք որ բոլորին ճանաչել է։ Կամ ասենք բոլորին հատուկ ծառայություններ է մատուցել, թե հիմա Աննա Հակոբյանը բունկերում ինչ ծառայություններ մատուցում։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Հազար բան են ասում, բայց ես գիտեմ, որ չէր կարող օրինակ հետախույզը այդ բունկերով անցներ, պլյուս մնացած ասենք մի 20,000 հոգին, որոնք ծառայում են այդ տարածքում։ Իհարկե բոլորը հետախույզ չէին։ Հա, բայց դա ինքն չի հիշում։ Պատկերացնում եք, ասենք դու իրեն որտեղից պետք է հիշեիր, էլի։ Ասենք դու պնդում ես, որ դու բոլորի հետ հասցրել ես բունկերում շփվես, որ դու բոլորին պետք է ճանաչեիր։ Այստեղ ու դեմքը քեզ ոչ մի բան չի ասում։ Եվ մի հատ հարցել էլի։ Իսկ 44 օրյա պատերազմում չի գնացել։ Չէ՞ որ ասենք դա Ադրբեջանն էր, հունը ինչ գործում էր։ Գնացել էր Ադրբեջանը պաշտպանել մեզանից, թե Ադրբեջանի օգտին լրտեսություն աներ։ Այս հարցը այս դուս պրծուկին չեն ուզում տա։ Որ մի հատ ինքը հիշի կամ չհիշի։ Դե պորնո ջոկատով գնացել եք ընդեր ինչ անեիք, սեռական ծառայություններ մատուցեիք ու դուք ասում եք մենք մատուցել ենք սեռական ծառայություններ ու այս մեկին չենք հիշում։ Կարող է այդ մեկը դեռ վիրավորված չէր։ Հա, հետախուզներն էլ այդպես խասյաթ ունեն, իրանք ամենտեղ չեն երևում։ Իրանք դրա համար չեն որ Երևան, էլի որ իրանք ճանաչեն։ Բայց սես պնդման համար ես օրինակ մտածում եմ, որ ինքը
առնվազն հետ իրան չի ճանաչում, ուրեմն գոնե 5000 ճանաչում է։ Հակառակ դեպքում ինքը ոնց կարա պնդել, որ ես մեկի ես չեմ ճանաչում։ Բանտում քնելու սպառնալիք տեղը դա ընդհանրապես ասել չէ։ Դա ակնհայտ բռնության սպառնալիք է մարդու նկատմամբ, որովհետև առանց դատարանի որոշման մարդուն հայտարարել թե դու բանտում ես քնելու, դա նշանակում է սպառնալ, որ քո նկատմամբ անօրինական բռնություն են իրականացնելու։ Լսեցի, ուսա փորձագետ է։ Ուսա փորձագետ է, ասենք բանտում քնելու սպառնալիքը նշանակում է անօրինական բռնության սպառնալիք։ Ասենք բռնություն։ Ասենք բանտը բան չէ, էլի որ գլուխը ջարդելու եմ, դա չի։ Բանտը նշանակում է դատարանն է որոշում կայացնում, որ դու բանտում ես, դու հանցագործես, դու պիտի մտնաս բանտում։ Դա անօրինական սպառնալիքը որն է, այ ոչնչություն։ Այ ոչնչություն պետք է ասեմ, որ Փաշինյան Նիկոլի 32 հոգանոց են տականքների ցուցակը որ կա, որ ուզում է տանի հետը խորհրդարան, բայց ինքը կտանի հետը բան, ոչ թե խորհրդարան։ Այս տականքն էլ կա։ Մի բաներ եմ ուզում հարցնել ես ոչնչությանը։ Ոսում ես դատարանի որոշում կա, որ ինքը սպառնում է թե չէ։ Վարչապետը դեռ մեզ պատերազմով է սպառնում։ Հարց։ Դատարանի որոշում ունի դրա համար։ Ցելան յարա։ Լավ, ձեր միանի։ Բայց մտածի հունիսի 7-ից հետո ինչ ես անել։ Շատ կարևոր է։ Ախ դուք չեք պատկերացնում ձեզ ինչ է սպասվում։ Այս մեր հանգիստ, հանդարտ այս խոսալուն, դրսևորումներին չխապնվեք։ Չխապնվեք։ Կարաս ընդունես որպես սպառնալիք, որտեղ իրոք դա սպառնալիք է։ Ձեր վիճակը ծանր է։ Տաթևիկն է գրում, ամեն անգամ նորովի եմ համոզում, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի մարդն է Հայաստան։ Ամեն անգամ, ես ասեմ, ամեն օր դրա համար եմ փաստաբանն ասում էր ժամանակ տվեք, որ մենք հասցնենք գրանցենք ձեր հանցագործ հայտարարությունները։ Իսկ սա Հակոբ Բադալյանն է ասում։ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի պատերազմի հետևանքը մարսելուց հետո հիմա գործնականում քաղաքական բացահայտ տեքստով հայտարարում է, որ ինքը գնացել է Արցախի գիտակցված զոհաբերման։ Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020 թվին, դրա համար է, որ դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն եւ ասեմ, ինքը նաև սրանց բացի ասում է, որ 18 թվականից է ես էսի որոշել։ Այս ամեն հայտարարությունը պետք է նայել մի ամբողջության մեջ։ Մի ամբողջության մեջ, որ ինքը մաս տարբեր ժամանակ դուսա տվել։ Ինքը չէր պատմելու, գիտեք ինչ, ես եկել էի 18 թվականին, հա, որոշել էի, որ պետք է սենս լինի, հետո գիտակցված տարա պատերազմի, հետո կարող էի ավելի շուտ կանգնացնել, բայց այդքան զոր չէր լինի, հետո եթե ես առանց զոր կանգնացնեի, ինձ պետք է ասեին դավաճան, հետո Արցախը Ադրբեջանա, հետո մենք դեռ հələ պետք է հասկանանք ցեղասպանություն եղել է թե չէ, հետո Հայաստանը ընդհանրապես չի եղել, այդ ինչ է, պետություններ չի, պետության մնացուկներ է։ Եվ այսպես։ Այս ինքը մի նախադասության մեջ մի օրվա մեջ չէր ասելու, բայց այն ինչ որ ես ասեցի, սա իր խոսույթն է, տարբեր ժամանակներ ասած։ Հիշողություն ես դրա համար ապել, որ ես դնես փազելի նման հավաքես, որ հասկանաս, սրա միսիան 18 թվականից եղել է սա, ու առ այսօր ինքը տանում է պետությունը դեպի կործանման։ Արցախը հայաթափելուց սկսած։ Սրանից առաջ այդ բոլոր զողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառապնարան։ Դա կանք, դրանից առաջ զոհողություն չի եղել, դրանից եղել է ուժեղ Հայաստան, Արցախը ներառյալ։ Ինչ զոհություն։ Դրանից առաջ մենք զոհություն չենք ունեցել, հաղթանակած պատերազմ ենք ունեցել։ Դու ես մեզ պարտադիր զոհողությունների տարել, ընդ որում գիտակցաբար երեխեքին սպանելով, ընդ որում այդ ընթացքում կոչ անելով զինվեք, գնացեք մեռեք։ Տեսնում եք, որ դնում ենք իրար կողքի, այ որ մի հատ լավ ռեժիսոր լիներ, այս հայտարարությունը ինչ որ ես ասում եմ, այդ կադրերը հավաքել, ասես դներ կողքի եւ վստահ եմ ինքը ավելի շատ բաներ կարող գտներ նաեւ այս ընթացքում, հա, որ sense միամիտ էս պահիտակ էքսպրոմտ իմ գլխին դեր չի գալիս։ Այդ հայտարարություններով գնացեք, հա,
ով ինչքան բան օպտեր գյուղապետեր հավաքեք, գնացեք, հայրենիքը ձեզ սպասում, հետո դուք փախել եք, հետո 11000 զոհը բան եղել, դիզերտիրա եղել, այդ սա դրեք կողքի սենց հավաքեք, տեսեք ինչ մի հատ սոսկալի պատկեր է ստանում, նույն ժամանակ իրավա այս ների ամբողջական պատկերը, մենք ֆրագմենտային ենք իրան նայում, իտով սարսափելի է, դուք պատկերացնում եք այս ամբողջության մեջ հիմա ես որ մասամբ ներկայացրեցի, սա ինչ կարգի սատանա է, ինչ կարգի հրեշ է սատանայել չէ, հրեշ, սրան ուրիշ բառ չկա ասելու, բացի հրեշը, գիտակցաբար, տալավ այդ երեխեքին սպանեց, այդ երեխեքն էին խանգարում մեր պետականությանը, հետո էլ ծնողներին ասել, ես էլ ավելացեք, ինչ եք լացում, էլ երեխա չունեք, որ ուրախանակ, այդ երեխեքին սպանել ենք մենք, մեր պետականությունը ուժեղացնելու համար, ու դա մեր վզին ցած թոք էր, հա, տեսեք հəl ինչքան բաներ կա հիշելու շորով, այ մի հատ ռեժիսոր մինի, միտք եմ տալիս էլի արեք էլ այդ ֆիլմը, հայտարարությունները, ձևակերպումները, այդ պատկերները, խելագարվել կարելի է սա առածներից։ Եվ զոհել են իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհություն ենք գնացել մեր շահերի համար։ Հասկանում եք, մեր պետության համար։ Մեր շահերը որ ասում է, դա ինքն ու Ալիևն է։ Հասկանում եք։ Ու սրա այս վիճակը գիտեք ինչի՞ դες կռացած։ Այս ոնց որովհետև ինքը հասկանում է, որ իր խոսքը քիչ է, համոզիչ չի։ Եվ ամբողջ body language-ը դրա մասին է, եւ իր ամբողջ ճղճի մեզ էս դրա մասին է, կսես փոքրանում է, առաջ հա գալիս, որ իր խոսքը քեզ ավելի համոզիչ լինի։ Միշտեր վստահ մարդը, դες բան չի անում։ Վստահ մարդը հանգիստ հետ նստած, բոլորը նստած հանգիստ իր խոսքը ասում է։ Բայց չէ, ամբողջ մարմնով տառապում է, որ ապացուցի, քաշտա, կշիռտ է իր խոսքերը։ Չէ, ճիվախ։ Ճիվուլի չես էլ պատկերացնում։ Մեր ինքնության համար, մեր ապագայի համար։ Ինքնության համար։ Ինչ որ այլ Փասեն երեխեքի գոյությունն էր խանգարում իր ինքնությանը։ Պատկերացնում եք, երեխեքին պետք է սպանել իր ինքնության համար։ Այս ծնողները պետք է փողոցում նռային, լացեին, կոտորվեին, հասկանում եք, իր ինքնությունը ապահովելու համար։ Այս մարդիկ պետք է տնավեր լինեին իր ինքնությունը ապահովելու։ Ինչ հրեշ է ստուգալա։ Հրեշ։ հեռանկարների համար, այլ հեռանկարը ոչ թե մեր պետությունն է, այլ իր իշխանությունը։ Մենք ձեռք ենք բերել մի իրավիճակ, երբ մեր պետությունը հայտնվել է ամբողջապես Ադրբեջանի պատկերացումների, պայմանների, թելադրանքի ներքո։ Բայց Նիկոլ Փաշինյանը այդպես բացահայտ արդեն հայտարարում է, որ այն ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դա տեղի է ունեցել գիտակցված։ Նիկոլ Փաշինյանը Ասենք Ալամին Աբրահամյան։ Ես մի հարց ունեմ, ինչ է նշանակում պետական սուվերենիտետ, պետական ինքնիշխանություն։ Իհարկե քաղաքագետները կարող են շատ բնութագրեր բերել, բայց եթե պարզ խոսենք, ինքնիշխանությունը այն է, երբ քո պետության վերաբերյալ որոշումը ընդունվում է քո պետության մեջ, դու ես ընդունում, ոչ թե այլ տեղ է ընդունվում եւ քո վզին փաթաթվում։ Հիմա Ալիևը ասում է. հրաժարվեք անկախության հռչակագրից։ Փաշինյանն ասում է. այո, ես հրաժարվում եմ անկախության հռչակագրից։ Երբ Ալիևը դա չէր ասում տասնամյակներ շարունակ, Ադրբեջանը նման պահանջ չէր դնում։ Փաշինյանը չէր ասում հրաժարվում ենք, չէր ասում, որ դա կոնֆլիկտի փաստաթուղթ է։ Իհարկե, Ալիևը ասածը անելու համար կարելի է բերել հազար ու մի դեմագոգիկ արդարացումներ։ Ալիևը ասում է. Արցախում չի եղել էթնիկական զտում։ Փաշինյանն ասում է. այո, չի եղել։ Փախել են, վախեցել են եւ փախել են։ Կամ Ալիևը ասում է. ես Բաքվում պահում եմ նացիստներին։ Փաշինյանը չի ասում, որ այդ մարդիկ նացիստ չեն։ Արդյոք դա եղավ պետական ինքնիշխանություն։ Այդ բոլոր նվաստացումներին զուգահեռ Ալիևը շարունակում է խոսել, այսինքն փոխադարձաբար չի այդ զիջումը, եթե կարելի է դա զիջում անվանել,
Ալիևը շարունակում է խոսել ադրբեջանցիների վերադարձի մասին, Խոջալույի մասին եւ վերջերս սկսել է խոսել 1919 թվականի ցեղասպանության մասին։ Իսկ Փաշինյանն ասում է, ցեղասպանության մասին քիչ խոսացեք, դա կարող է գրգռել Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դուք կարող եք ինձ առարկել, որ զատո մենք չենք անում այն, ինչ որ ռուսն է ասում։ Ես դրան նույնպես իմ առարկություններն ունեմ։ Ես չգիտեմ, որն է ավելի լավը կամ որն է ավելի վատը։ Անել այն, ինչ որ ռուսն է ասում, թե անել այն, ինչ որ Ադրբեջանն է ասում։ Եվ երկրորդ ամենակարևորը, ես վստահ եմ, որ Փաշինյանը անում է նաև ռուսի ասածը։ Այսինքն այն ամենը, ինչ որ ես հիմա թվարկել եմ, նաև ռուսի ասածն է։ Եվ ամենակարևորը ինքը անում է, էլ ինչ ինքնիշխանության մասին ասում։ Ինքը ոչ թե իր ուզածն է ասում, այլ ասում են ինչ որ իրեն ասում են ու նաև անում է։ Ես այն փաստերը, որ ներկայացնում եմ, դա չխոսացի սիմվոլներից հրաժարվելու մասին, ինքնիշխանության, անկախության հռչակագրից հրաժարվելու, պահանջատիրությունից, ցեղասպանությունից հրաժարվելու։ Հələ մա դրեք այս բոլոր իր կողքի ու հասկացեք ինչ է նշանակում ՔՊ։ Ու ինչ է նշանակում սրան աջակիցներ։ Ով է, ովքեր են։ Մենակ այն հանգամանքը, որ ես հիմա դրեցի եւ Հակոբի եւ Ադամ Աբրահամյանի ելույթները, Հակոբ Բադալյանի եւ Ադամ Աբրահամյանի ելույթները, սա գիտեք ինչի մասին է նաեւ։ Որ իր նկատմամբ, Փաշինյան Նիկոլի նկատմամբ շատ բավականին լոյալ գտնվող մարդիկ այլևս չեն կարողանում լռել։ Չեն կարողանում լռել։ Ես պետք է ասեմ, որ 21 թվականին Նիկոլ Փաշինյանի խլած այդ ձայների քանակությունը շատ բանով պայմանավորված էր հենց այս ընկերների լռելով։ Գուցե նաև աջակցությունով։ Չկան այս մարդիկ, այլ աջակից չեն։ Չկան արդեն մոլորյալ են մարդիկ, որ մտածում էին, հեսա նախկիններն են գալու, նախկիններն էին արել պատերազմը։ Այս մարդը ամեն ինչ ասում է, որ իրենք են արել այդ պատերազմը։ Նույնիսկ այդ խոսույթը արդեն չկա, որ սրանց նախկիններն են արել, նախկինները գցեցին մեր ջեբը։ Հիշում եք այն գորտի աչքերով են արժանախագահ ունեին, այն հանցագործ։ Հիշում եք, որ այս պատերազմը նախկիններն էին գցել մեր ջեբը։ Փաշինյան Նիկոլ ասում է ինքը հիմա սուտ էր խոսում այս պատերազմը, մենք ենք արել, մենք ենք կազմակերպել, գիտակցաբար, որ գիտակցաբար արել են, ձեզ թվում է գիտակցաբար իրանք պետք է ցույց տան ձեզ են փաստերն ու հանցագործությունները, որ իրանք արել են, իհարկե ոչ։ Հանցագործը իր հանցագործությունների մասին բաց չի խոսում, չի բերում ապացույցները։ Եվ այսպես, ում ասա ընտրվելու, ով է իր անդրազանգվածը, ով է իր հույսը, չկան իր աջակիցները, լոյալները, չկան այն մոլորյալները, որ մտածում են նախկիները չգան հանկարծ։ Չկան։ Բոլորի հացը խլել է։ Ինքը հայտարարել է, որ ինքը նախկիներից նախկին է, լոյալները նույնիսկ չեն կարողանում իրան հանդուրժել։ Եվ որտեղից է հավաքելու այդ 600 քանի հազար ձայն, չկա Հայաստանում այդքան մարդ։ Չէ, կա մարդ, կա, բայց չկա Հայաստանում այդքան տականք։ Չկա, հնարավոր չի գտնելի։ Տնական։ Քանի որ մերժելու մասին խոսացինք, ապրեսնա Զորագյան շատ լավ ասում։ Նրան մերժեց հայ հոգևորականությունը, նրան մերժեց եկեղեցասեր հասարակությունը, քաղաքական մտավորականությունը, ռազմադաշտային մտավորականությունը, մշակութային մտավորականությունը, քաղաքասարակությունը, որը շատ կարևոր է, մանր ու միջին գործարարությունը, ութ լայն հանրությունը, նա քաղաքական թափոն է եւ պետք է նետվի քաղաքական աղբարկը շուտով։ Ես չեմ տեսնում մի շերտ, գիտեք, շատ կարևոր բան, այդ շերտ ասածը շատ կարևոր է։ Հայաստանում միշտ ընտրությունների վրա ազդող շերտ է եղել, դա օլիգարխիա շերտն է, եւ մյուս շերտը իշխանական բաների չեմ հաշվում, հասարակություն կոչված է, քաղաքական կարծիք
եւ եղանակ ստեղծող հանրային գործիչներ, կուսակցական գործիչներ, քաղաքասարության ներկայացուցիչներ։ Եվ Սերժ Սարգսյանը կարողանում էր եւ Նիկոլ բանը եւ Սերժը եւ Ռոբը կարողացել են դե ամեն ինչ սկսել է բանը Լևոնից իհարկե կարողացել են այդտեղ քսել պարակտում, կարողացել են կաշառել, կարողացել են ինչ որ մի շերտ իրենց համար ձևավորել հասնելու ինչ-որ ընտրությունների արդյունքների։ Սա ոչինչ չունի իրական։ Բացի 30 հոկանոց վարսկանների մի ցուցակ, որոնցով ուզում է գա մտնի խորհրդարան։ Հավատացեք, որ 32 ձայնը բավարար չի խորհրդարան մտնելու։ Իսկ եթե թվում է իրան Արամ Սարգսյանը մի տոկոսանոց, կներեք, կես տոկոսանոց Արամ Սարգսյանը կամ Շիրիմյանը իրան ձայներ են բերել։ Ստեր են ասում։ Դա դե սպասում ենք։ Եթե բոլոր հիշում եք կերակի օրը այն դպրոցական երեխաներին, որ ձերբակալեցին, այն ինցիդենտը որ եղավ, այսօր երեխաներին ազատ են արձակել, իհարկե քրեական գործը կա իրենց վրա, կա, ոչ բան չի չեղարկվել, բայց կալանքի տակ չեն, կգնան տուն։ Հիմա լսենք։ Երեխեքին ճանաչում եմ 10 տարի, իմ տղայիս հետ նրանք սովորում են նույն դասարանում։ Դավիթս եւ Միքայելս այդպես պետք է ես արտահայտվեմ երեխեքի մասով, որտեղ իրենք են բացառիկ երեխեքն են, որոնք դպրոցում համարվել են լավագույնը, երկու դպրոցի դեմքը պարզ անող բոլոր մրցույթներում եղել են Դավիթը եւ Միքայելը, մշտապես ստացել են պատվոգրերը եւ մեր բոլոր երեխաների համար իրենք եղել են ուղեցույց, ուղենիշ եւ այն մարդը ում պետք է հասնել։ Ես նույնպես տղա երեխայի մայր եմ, միշտ իմ ծնողական խորհուրդը եղել է նմանվի Դավիթին Միքայելին, որտեղ այս երեխեքը դա միայն խոսքեր չի, որ ուզում են որպես փաստաբան մեկնաբանեն, որ լավ լինի։ Դրանց մասին են վկայում։ Պատկերացրեք երեխեքը բացարձակ տիրապետում են օտար լեզուների։ Սա գիտեք ինչ եմ անդոնում, որ այն ցուցակի վրա խոսացին քաղաքասարակություն, զինվորականություն եւ այլն, ավելացնենք նաեւ գիտակից երիտասարդներին։ Այո, գիտակից երիտասարդներին, որոնք ոչ միայն կողքից չնայեցին անտարբեր զվանքով, այլ իրենց գործողությունները ցույց տվեցին, որ նրանք պատրաստ են երկու մատով նույնիսկ այդ ճիվաղի դեմ։ Սա դա էր։ Դրա ցուցիչներ։ Ինչքան երիտասարդ կա, որ հիմա կուզենար այնց այդ տղայի տեղը լիներ։ Ինչքան երիտասարդ կա, որ ասեց, ես չարեցի, իմ փոխարեն ինքը արեց։ Դա եմ ասում, գտեք մի հատ շերտ, հասարակության մի հատ շերտ, որ այդ ճիվաղին պետք է ձայն տա։ Մայ Աթորը Էջմիածնում չի կարողանում Թումո կառուցել։ ԿՊ-ական համայնքապետը կասեցնում է։ Մայ Աթորը ուզում է Էջմիածնում Թումո կառուցի։ Թումո, այսինքն գիտեք ինչ է նշանակում Թումո, դա պետության համար է, դա հայ երեխայի համար է։ Դա եկեղեցու համար չի։ Եկեղեցուն եւ Թումոն դրանք տարբեր բևեռներ են։ Իրար նույնիսկ չեն էլ հատվում, հա։ Բայց այն հանգամանքը, որ եկեղեցին ուզում է կառուցի, իմ համար արդեն մեծագույն նվեր է, ես արդեն պատրաստ եմ դառնալ այդ եկեղեցու, ասենց ասեմ, աջակիցներից ամենաառաջինը, չնայած ես իմ աջակցությունը քիչ չի իրանց, բայց սա այս քայլը ինձ ոգևորում է, Թումո է ուզում եկեղեցին, սա անսպասելի բան էր իմ համար եւ շատ ողջունելի։ Ու ԿՊ-ական համայնքապետը չտով։ Որը նշանակում է եկեղեցին մտածում է երիտասարդների մասին, չէ՞ որ երիտասարդները նայում են իմա սա։ Ինչ են են բոյ երիտասարդները, որոնք ապագա պետք է ստեղծեն։ Ոչ թե մեր ապագան են, իրանք արդեն մեր ներկան են, ու մեր ապագան իրանք պետք է գծագրեն, ձևավորեն, որտեղ աշխարհը իրանցն է։ Ու մեկ էլ իմանում են, այդ տարածաշրջանում ապրող երեխեքը, որ կարող են այդտեղ սովորել, ԿՊ-ական համայնքապետը զրկում է իրանց այդ հնարավորությունից։ Բա ակադեմիական քաղաք չի։ Բա հյուրանոց ու ռեստորան չի։
Իրանք կարող են ասեն բուսաբանական այգի ավիրել, թատրոն շենք ավիրել, ամեն ինչ ավիրել, մշակույթի տուն ավիրել, վառել, բայց Թումո չի կարելի սա։ Որովհետև Թումոն ապագայի համար է, հայ մարդու զորացման համար է։ Իսկ Պոռնիկանոցը դա իրենց տեղն է, դա իրենց մշակույթն է, դա իրենց արվեստն է, դա իրենց նիշանն է։ Իրանք ընդ լավ են զգում։ Գիտություն, չէ, պետություն, պետականություն, չէ, հակասուցված է։ Բա որ հանկարծ Ալիևը վզակոտներին տաս, ես ինչ եք անում։ Ես ինչ եք զարգացնում այդտեղ։ Մի հատ է քիչ է երկրորդ եք բացում։ Այս բանը ոնց որ թե անցավ, այստեղ ընդհանրեն այս տեսանյութի մեջ, որը ցավոք հիմա կորավ, լավ էս ագետա։ Այս Արաբատ Միրզոյանն է, որը որ ապառիկով հերոսացույց չէր կարողանում գնել, հա։ Հիմա մենակ իր ժիլետն է 2 միլիոն դրամանոց։ Ինչ Թումո, ինչ բան։ Ինչ զինվոր, ինչ բրոնիժիլետ։ Մենակ էլիտար շենքը գույքը, որ ինքը գնել է, արժի 112 միլիոն դրամ։ Սա բիզնեսմեն չի, արտգործնախարար չէ։ Կես մեկ հարց, կես որտեղից կինը 24 թվի 39,000 եվրոյով BMW է գնում։ Ուսում լրիվ նոր։ Հարց, այ փնթիներ, գոհար ավաջ է, 39,000 եվրո դու կյանքիդ մեջ էիր տեսել։ Դուք որ դες տան փոշեկուլը չեք կարողանում առնեիք։ Դա մոտ բան չի, Հայաստանում այնքան մարդ կա չի կարողանում նոր հերոսացույց եւ նոր փոշեկուլ առնի, մանավանդ թանկանոց։ Հարցա չէ ծագում։ Այս դուք այդ ինչ ծառայության դիմաց եք վճարվել ես կան, որ միայն ձեր, մնացածի մասին չեմ խոսում, որ միայն ձեր բաճկոնն ավելի թանկ է, քան ասենք ուսուցչի տարեկան աշխատավարձը։ Տեսեք էլ ինչ համեմատություն եմ անում։ Ունենք Խեք առանց բիտում ասֆալտ անում։ ավազի վրա Բիտումի։ Եզերը չեմ, ներսն էլ պիտի լինի մի քառակուսի մետրին, զրո ամբողջ ավազի վրա սևացնում են, ավազը սևացնում են, կատոկով գնացին վեն, ասֆալտ է։ Ասֆալտ է։ Այս հաղորդումը կարա դիտվի որպես հաղորդում հանցագործության մասին։ Քանի որ հաղորդումը հատուկ ծառայություններ ծայրից ծայր լսում վերագրումներ են անում, որ հասկանան որտեղ ինչ է կատարվելու, ով ում ինչ մեղադրանքներ ներկայացրեց, թե ին վրա էլ ինչ մեղադրանքներ կարելի է ներկայացնել, ես ասում եմ, ընդունեք սա որպես հաղորդում հանցագործության մասին։ Ուրեմն ցանկացած ասֆալտի գործ, ցանկացած պրոյեկտ, որ պատվիրում է քաղաքապետարանը, իսա պատվիրել է քաղաքապետարանը, սա դիմաց վճարվել է պետությունից, մարդկանց հարկերից։ Ցանկացած նման պատվեր ունի տեխնիկական բնութագիր, թե ինչպիսին դա պետք է լինի։ Հիմա չբացատրեմ, հա ձեզ ինչ է նշանակում տեխնիկական բնութագիր։ Ուրեմն ընդունեք սա հանցագործության մասին հաղորդում, որովհետև սա այս գործարքը կատարվում է հակառակ տեխնիկական բնութագրերին։ Այս լիտր պիտի լինի։ Բարձես։ Լավ, պատասխանատուն եք։ Սա որ ընկերությունն է, ասφalt։ Ապալոն։ Հա։ Հիմա հարց եմ ուղղում։ Խեք առանց բիտում, կոպիտ խախտումով ասֆալտ անում։ Բացատրեք։ 1 քառակուսի մետրին 0.6 մետր, 6 լիտր բիտում է տալի։ Հենա դուք ավազի վրա, հողի ոնց վրա հասկացա։ Խեք հիմա առանց բիտում անում, Որ եմ ասել, սա կդադարեցնեն ամեն ինչ կողմ չախնջ։ նոր եմ ասել, ես ամեն ինչ կանեմ, ամեն ինչ կուղեմ, չէ, դուք արդեն հանցագործ, դուք արդեն պետությանը վնաս եք տվել։ Դատախազությունը դե իրար ալի տեղից հետ։ Արամ Սարգսյանը պիտի դատվի։ Դատվի, այնքան բան կավարեն։ Մենակ սա չի։
Մենակ սա չէ, կասկադի գործ կա, ամբողջ քաղաքի բյուջեն իր այն կոալիցիայով ավիրելու գործ կա, տրանսպորտ, հարկեր, մի խոսքով, եկեք սան լսենք, ու հասկանանք իրանք որտեղից են ձենը տանելու։ Այո, մեր աշխատանքների ծավալը շատ մեծ է, այո, շատ տեղեր մենք հաջողել ենք, ինչ որ տեղեր դեռևս դանդաղում ենք, ինչ որ տեղեր ունենք խնդիրներ, բայց հունիսի 7-ին երևանցիները եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը բոլոր օլիգարխներին եւ բոլոր նախկին իշխանության ներկայացուցիչներին պետք է ուղարկի գրողի ծոցը։ Ըստ դրում համաձայն եմ։ Բոլոր նախկին օլիգարխներին, նախկին օլիգարխի ներկայացուցիչներին, բոլոր նախկիններին պետք է ուղարկի գրողի ծոցը։ Ես դրիվ համաձայն եմ։ Դուք նախկին եք, համ օլիգարխ։ Ու այն 7%-ը նույնիսկ, որ դուք փախցրեցիք այս տականքի ձեռով, փախցրեցիք։ Դա էլ չկա արդեն։ Չկա։ Որովհետև այն միամիտ, ուղղակի չեմ ուզում վիրավորեմ, այդ իմբիցիլները, միամիտ, որ մտածում են Արամ Սարգսյանը իրանց, չգիտեմ, լավ բան պետք է անի, այս տականքը, կամ դու 5 տարի մեջ տեսան դու քաղաքին ինչ վիճակի մեջ գցեցիք։ Ամբողջ պետությունը, ջուրը, օդը, ճանապարհները, շինարարությունը, հանցագործությունները այս կարգի։ Այդ 7%-ներ չկա արդեն քաղաքում։ Դե գնացեք ձեր հավաքեք։ Եվ շատ կարևոր իրադարձություններին անդրադառնանք, որոնք կատարվում են Եվրոպայում եւ աշխարհում։ Արագ փոխվում է, օրեկան վերադասավորումներ է գնում։ Ընդհանուր պատկերն այսպիսին է։ Ուրեմն ամերիկյան ռմբակոծիչներին թույլ չեն տվել վայրէջք կատարել Սիցիլիայի բազայում։ Ես ես պետք է ասեմ, որ երկու օր առաջ Մելոնին վերջի վայրկյանին հրաժարվել էր դատապարտել ցեղասպանությունը, Իտալիայի վարչապետը, որի պատճառով մեծ բախումներ եւ մեծ միտինգներ եղել Իտալիայում։ Բայց դա չի նշանակում, որ Ամերիկային կանաչ լույսը, չէ, ուղղակի վախեցել էր դատապարտել։ Վերջի վայրկյանին երևի օգտագործել էին ֆինանսական, քաղաքական ճշմարտ լծակները եւ դատապարտման հայտարարությունը հանել են տվել։ Բայց ուրեմն եւ Սիցիլիան, եւ Ֆրանսիան, եւ Գերմանիան, եւ Իսպանիան, եւ Բրիտանիան բոլորը մերժել են Թրամփին, ասել են մեզանից հեռու խաղա։ Առաջին անգամ այս ամբողջ պատմության մեջ, վերջի 85 տարվա մեջ, որ ամերիկյան հանցագործությունները, ըստ ասում հանցագործություն, որտեղ Լիբիայի, Իրաքի, Սիրիայի բոլոր պատերազմները եղել են ռազմական հանցագործություններ, որ Եվրոպան ոչ միայն չի մասնակցում այդ պատերազմներին, նաև չի թույլ տալիս արգելում է իր տարածքները օգտագործել այդ հանցագործությունները իրականացնելու համար։ Մենք մտել ենք արդեն պատմական նոր դարաշրջան, թե այստեղից որ երկիրը ոնց դուրս կգա, դա ժամանակը ցույց կտա, բայց ես պետք է ասեմ, որ երկու երկիր չափազանց շատ տուժելու են, շատ, ամենաշատ տուժելու է Իսրայելը, երկրորդը Ամերիկայի Միացյալ Նահանգները, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները այս պատերազմից դուրս գալու շանս չունի։ Շանս, եթե նույնիսկ այսօր ինքը դադարեցնի, որտեղ արդեն ծախսել է ինքը 30 միլիարդից ավել մենակ այս օրական ծախսերի վրա, չեմ ասում ինչքան կորուստներ ա ունեցել, կորուստներ, եւ նավերի ձևով, եւ ինքնաթիռների ձևով, եւ հակաօդային պաշտպանության ռադարների ձևով, անթիվ անհամարակ կորուստներ ա։ Բացի դրանից Իրանը ներկայացնում է նաև իր դուրս գալու պատերազմից դուրս գալու պայմանը, որ ինքը պետք է ռեպարացիա վճարի դեռ, ինքը պետք է փոխհատուցի, դա արդեն հարյուրավոր միլիարդներ ա լինելու։ Ու այս պարագայում ոնց նայում ես, ոնց որ պատերազմը շարունակելը օրը 1 միլիարդով ավելի էժան անցնում Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա, քան դադարեցնելը, բայց վաղ թե ուշ պիտի դադարեցնի։ Վաղ թե ուշ, դամա ասում, այս սերից դուրս գալը ավելի դժվար, ավելի ծանր, ավելի թանկ է լինելու Թրամփի համար, այդ չեմ ասում իր իշխանությունը, իր գլուխը, իր ապագան։
գլուխը կթռնի այս պատերազմից դուրս գալու պարագայում։ Շանակելու նույնպես, բայց շանակելու պարագայում մի քիչ երկար այդ գլուխը կմնա իր ուսերի վրա։ Ոչինչ չէ հարգելի Թրամփ ասելն էր, որ sense դաժան իրականության մասին եմ խոսում, բայց սա իրականությունն է։ Չէ՞ որ ես Ամերիկայում ապրողս ես չեմ ուզում, որ Ամերիկան տնտեսապես ոչնչացած դուրս գալու, ու տնտեսապես ինքը ոչնչացած դուրս գալու երկու պայմանով, երկու պատճառով։ Ես չգիտեմ, տնտեսագետները թող իրանց վերլուծություններն անեն, բայց ասեն ինչ է լինելու դուրս գալու պարագայում ամերիկյան դոլարը որպես նավթի վրա հիմնված արժույթ վերանում է, դա նշանակում է ահավոր ինֆլյացիա հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Քաղաքական դիրքի կորուստ եւ ամենակարևորը փողեր, այդքան փողեր ով է փակելու։ Մի երկիր, որ 32 տրիլիոն պարտք ունի արտաքին, դա Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ 200 միլիարդ փող ազում կոնգրեսից, որ պատերազմը շարունակի։ Սա գիտեք ինչ է նշանակում 200։ Ամերիկայում ապրող ասեն սա։ Ամենմեկս այս պատերազմը շարունակելու համար տալիս են $600։ Հա, մենք $600 ամենմեկս, ես իմ ընտանիքով պետք է $2400 հիմա փող տամ Թրամփի, որ ինքը շարունակի կոտորել, ասենք, չգիտեմ, Պաղեստինի բնակիչներին, հարձակվի Իրանի վրա, հա։ Այդքան փող ազում, 200 միլիարդ։ Այն դեպքում, որ 20 միլիարդ իբր չգտան, որ մարդկանց առողջապահական համակարգից թույլ տային օգտվել։ Իսկ հիմա մտածում են եւս 200 միլիարդ փոկելու։ Գիտեք որտեղից են ուզում փոկեն էլի։ Այո, սոցիալական ծրագրերից, հաշմանդամներից, թոշակառուներից, դպրոցականներից, դպրոցական սնունդից եւ այլն, որ Իրանում մարդ կոտորեն, որ Նետանյահուն անսահման կարողանա մարդ սպանի։ Ընդ որում այս պատերազմի մեջ Իսրայելը չի մասնակցում։ Այս համակային պատերազմի մեջ չի մասնակցելու։ Ես շատ արագ եմ գալիս այդ ամեն ինչը ես փաստարկված եմ ցույց տալու։ Իսկ ամենակարևորը սա Adam Schiff Big decision coming out of the Federal District Court in Washington, D.C. Judge Richard Leon, appointed by George H.W. Bush, held that the construction of Trump's ballroom had to stop, that the president is essentially a tenant in the White House. He's not the owner of the White House, and any massive project like that has to be approved by Congress. Մերխոսկով, այս ապուշը, այս պատերազմի ժամանակ նաև գիտեք ինչ անում, պարասրահն է վերակառուցում և բունկերը ավելի է մեծացնում։ Ուներ տարածքի դատավորը պարզ ասել է, դու տեղ բնակիչ չես, արա, ժամանակավոր վարձակալ ես, տենանտ ես այդտեղ, ընդամենը ժամանակավոր, 4 տարի հետո քեզ վռնդելու են, եթե դու 4 տարի հետո դու մնաս, դու չես կարող այդպես ծախսել, դա կոնգրեսը պետք է հաստատի այդ ամբողջ ծախսերը։ Իսա հայտարարել է, որ ինքը սպիտակ բունկեր է սարքելու, ավելի մեծ, ավելի պաշտպանված, երևի գիտի գլխի գալիքը, որ իր հետևից գալու են, բայց ինչ է մտածում, որ բունկերն իրան փրկելու է, այս չգիտեմ։ Իրանը պատասխանել է հերթական իր ուլտիմատումի եւ պայթեցրել է մի ամբողջ տանկեր, լրիվ նավթով։ Սա իր պատասխանը։ Իր պատասխանը մեկն է։ Ուզում ես խաղաղություն, դուրս արի տարածքից, Նետանյահուն հանձնի միջազգային դատարան ու մտածի ոնց է այս ծախսերի տակից դուրս գալու։ Ուրիշ ոչ մի ձևի բան չի ընդունում ուլտիմատում։ Իսկ տեսեք ինչ անում իրեն հարց տվող լրագրողին։ Սա պատուհան, սա մեծագույն, չգիտեմ հայերը ոնց կարող սա սիրեն։ Հա, վիդեոն չի բացում, ուղղակի ասեմ, մարդիկ հարցրել են, լավ ընդհանրապես դու ինչ ստրատեգիա ունես, այս պատերազմում քո ուզածը ինչն է։ Նայել է լրագրողին, ասել է, ընդհանրապես դու շատ անհարմար հարցեր ես տալիս, դուր չի գալի այդ հարցերը։ Իրանի մեջ մենք շատ խոսակցության մեջ ենք, կարգին տղեկ ենք, մենք ռեժիմ ենք փոխել արդեն այնտեղ։ Իսկ հարցերն ինձ դուրս չի գալի։ Մենք դեռ ռեժիմ ենք փոխել, մենք գնում ենք դիլ ենք անելու իրանց հետ։ Իրանք հասկացել են, որ իրանք պարտված են, ինձ էլ շատ սիրում են, բայց դու լավ լրագրող չես։ Հա։ Իրանցիք իրանք շատ սիրում են, այդ հարցը տվողն էլ լավ լրագրող չի։ Ինչ պակաս Նիկոլա։ Եվ ցավոտ նորություն Թրամփի համար։
Զելենսկին առաջադրվել է 26 թվականի համար խաղաղության համար Նոբելյան մրցանակի։ Ես պատկերացնում եմ ինչ ցավոտ ատանելու էսի Թրամպը։ Հիմա ինչ լացու կոցա գալու սպիտակ տնից, ինչ նամակներ պետքա գնա, հեսա Նորվեգիա։ Գիտեք, չէ՞, ապուշը Նորվեգիայի թագավորին մեղադրել էր, որ իրան խաղաղության մրցանակի չեն տալի։ Եթե չեք տալի խաղաղության մրցանակ, ես պատերազմ կանեմ։ Այս իդիոտին թվում է, թե Նորվեգիայի թագավորն է Նոբելյան մրցանակներ բաժանողը։ Հասկանում եք, մի քիչ պատուհասի հետ գործ ունենք աշխարհի մակարդակով։ Մենք մեր պատուհասի ձեռն ենք կրակում Հայաստանում, բայց աշխարհն էլ մեծ պատուհասի ձեռն է կրակում։ Եվ հիմա Թրամփի ամենաչսիրած, ամենաատելի քաղաքական գործիչը Զելենսկին արժանանալու է խաղաղության մրցանակի Նոբելյան, ինչի համար Թրամփը եկածորվանից լացում է, ուզում է։ Նույնիսկ Նիկոլին ու բանին տարավ մոտը, Ալիևի տարավ մոտը, նստած հետ ասես մի հատ դուք իմ համար ուզեք դրանից էլի թող տա։ Ეხասկով։ Բայց չէ, տալիս են Զելենսկուն։ Թրամփին ավելի մեծ նվաստացում կարծում եմ հնարավոր չէր մտածել, շատ կրեատիվ են մտածել։ Իդեպ Թրամփի խաղաղության եմ ասում, Թրամփի ուղով ոգևորվածներին ասել, Հորմուզի նեղուցն էլ ուզում ինքը իր անունով կոչի, բա հետը սպառնում է կողքի երկրներին արաբական, ասում դուք պետք է այս պատերազմի ծախսերը քաշեք, ամեն մեկից 2-ից 3 տրիլիոն փող է ուզում։ Իմացեք էլի։ Սրանք սա պաշտպանության նախարարն է Իսրայելի, որը հայտարարում է, որ Բեյրութի מתארים אותם עם חבלי החיזבאללה ומשמידים את תעשיות הטרור שהוקמו שם. Կարթանք ուղակի, Վարդան Խաչատուրյանն է գրում։ Իսրայելի պատերազմական նախարար Կացը հայտարարեց, որ ուժով պիտի վերահսկենք հարավային Լիբանանը, մինչև Լիթանի եւ տեղահանվածները պետք է չկարողանան վերադառնալ հարավային Լիբանան, ամբողջ հարավային Լիբանանը, սրանք ուզում են դատարկեն ու ոչ մեկ պետք է վերջապրի։ Իրաք պետք է գնան ապրեն։ Վերջ։ Նույնը ինչ որ Գազայում են արել, հիմա անում են Լիբանանում։ Ու դրա մասին հայտարարում են։ Դրա համար եվրոպական գործիչներն ասում են, եթե սրան չկաննեսնենք մենք Իսրայելին, նա աշխարհը կվերածի։ Նրան ինչը ինքը վերածել է Գազան։ Ուսա կատակ չի։ Մնում է կարողանան, բայց սա լսենք։ Massive breaking news tonight. Tyler Robinson did not kill Charlie Kirk. This is from the Daily Mail. They say the bullet used to kill Charlie Kirk did not match the rifle allegedly used by suspect Tyler Robinson, according to new court filings. Եվ դուք հիշում եք, երեք Շարլի Քյուրքի մասին լույս տեղադրեցի, որտեղ իրեն հարցում են աշխարհնովա ղեկավարով, ինքն ասեց սատանան։ Իսկ այս մանր-մունր կապիկները, նախագահ վարչապետ են աշխատում դրանք, դերասաններ են ուղղակի վարձուր, որպեսզի ժպտան նկարվեն, իրականում սատանան է կառավարում, որից հետո սպանեցին։ Սպանելուց հետո միանգամից գտան սպանողին 22 տարեկան տղա, Շակերտամոր եմ ասում, սպանողին։ Զենքը գտան, բան ամեն ինչ գտան։ 3 պարզվել է, ես 3 գիտեի այս նորությունից արդեն։ Որ այն զենքը, որը ներկայացված են որպես զենք, որով սպանել է, հասնում են զենքն ու իր մարմնի մեջից, բզի մեջից հանած այդ փամփուշտը նույնը չէ։ Դա ինքը չի է։ Ինքը չէր կարող լինել այդ տարածքից, այդ ռակուրսից, այդ տրայեկտորիայով, այդ ձևով չէ։ Ինքը չէր կարող դեր։ Ես համոզված եմ, այդ փամփուշտը դուրս է եկել իր դոշին ամրացված միկրոֆոնից։ Ստերից մտա բզից դուրս եկավ։ Այդ միկրոֆոնի պուլտն են արդեն գիտեք, ին ձեռքը կարող լինել։ Այդ օրը մենակ Իսրայելում գրանցված 10 հեռախոս աշխատել հենց այդ տարածքում։ Այդ օրը Իսրայելում գրանցված 10 հեռախոս, որոնք հենց նույն օրը թռել են դեպի Իսրայել։ Սա FBI-ի բացահայտումն է։
Հիմա լսենք զինվորականներն ինչ կարծիք են այս պատերազմի մասին։ As a U.S. Marine, how does it make you feel to see all these Israeli flags in U.S. Congress? It's quite interesting. If there was a bunch of Russian flags or Chinese flags, I think people would have a much worse reaction. So what is different about an Israeli flag? They are displaying lots of cruel and unrighteous behavior, killing people in Palestine and killing people in Lebanon with pagers and just so much evil. So ինչպես է վերաբերվում Իսրայելի այս դրոշակների արկայությանը էլի կոնգրեսում տարածնելու։ Ասում է ես ուղղակի չեմ պատկերացնում, որտեղ կարող է լինել Չինաստանի եւ Ռուսաստանի դրոշները էլի։ Որ դրանք ասում այդքան բան չեն արել, հանցագործություն չեն արել աշխարհում, ինչքան հենց Իսրայելը, նույն Գազայում, նույն դες ցեղասպանությունը, որոնց հիմա իրականացնում է։ Եղոսկոպ, սա դա զինվորական է խոսում։ Զինվորական է խոսում։ Մենք Միլիոնից ես այսօր կարդացի, որ նույնիսկ պահեստազորայիններին, բոլոր զինվորականներին եկել է նամակ, որոնք նրանք պարտավորվում են հավաքագրվել ճակատամարտ գնալու համար, պատերազմ գնալու համար։ Ինչերից այդ պատերազմին դեռ Թրամփը պատերազմ չի ասում, կոչում է զինվորական գործողություններ։ Ոնց որ ասենք, հատուկ գործողություն, ոնց որ ասենք Պուտինը պատերազմին պատերազմ չի ասում, ով պատերազմ էր ասում, դատում են։ Հիմա ասում եք սա պատերազմ չի, բայց այդ չպատերազմի համար 200 միլիարդ փող է ուզում։ Եվ այդ չպատերազմի համար, ընդհանրապես հատուկ գործողությունների համար ուզել է 200 միլիարդ եւ ամբողջ բանին անձնակազմին հավաքում է։ Ընդ որում այդ չպատերազմի ժամանակ արդեն իրենց ավիակիրներից մեկը այն աստիճանի վնասված, որ 2 տարի պետք իրենց սարքելու համար։ Եվ նորն է ուղարկում։ Կարծեմ Ջորջ Բուշն է ավիակի հիմա ուղարկում տարածաշրջան, հիմա որ հասնեն ու սկսի ռազմական գործողությունները։ Այսինքն ծախսերի մեջ ավելացրել։ Ամեն մի ավիակիրը 100 միլիարդ դոլարներ արժի։ Հիմա ասում եմ այն ավիակիրը ամբարդ, կարծեմ Լինքոլներ կամ Ֆորդներ կամ Լինքոլը դա կոնկրետ չասեմ նյութը կոչել են, այստեղ չեն ուշքիսել այս բանը։ Հա, նեխոսկով։ Այդ մեկը արդեն սպիսատալեցին, անպետք է երկրորդն է գալի։ Պլյուս բոլորին հավաքում են մտցնեն տարածք։ Հա, այս էլ են բանն է, որ հանրապետականները կոչ են անում կճրել առողջապահության ոլորտից փող եւ տրամադրել Թրամփին, որ ինքը շարունակի պատերազմը։ Վստահի ինտրուսները։ Spain just attacked Israel and they've condemned Netanyahu for blocking Christians from being able to celebrate in Jerusalem. The president of Spain, Pedro Sanchez, said, quote, "We demand the Israeli government respect the diversity of faiths and international." Ասեմ, որ կիրակյորը զինվորականները շաբաթ կիրակյորը աշկելել էին քրիստոնյաների մուտքը Երուսաղեմի տաճարներ։ Եվ Իսպանիայի նախագահ վարչապետը դատապարտում են այդ ամեն ինչը, սա հակա քրիստոնեական ավելի ակնհայտ բան ես չեմ տեսել։ Ու ամբողջ խոսակցությունը հիմա ամերիկյան մամուլում, ոչ պետական մամուլում, գիտեք ինչի մասին է, որ այս պատերազմը փաստորեն մեզ միշտ սենց են սորացել։ Որ պատերազմը ահաբեկիչների դեմ է, որոնք անպայման պետք է լինեին մահմեդական։ Այն դեպքում պարզվեց, որ ամենատուժածն են մահմեդականները եւ սկսել են տուժել նաեւ քրիստոնյաները։ Եվ ահաբեկիչի դերում փաստորեն մենք ունենք միշտ նույն պետությունը, որը մեզ ապացուցել է, համոզել է այս ամբողջ տարածքում, այս ամբողջ մեր կյանքում, թե ահաբեկիչները դրանք մահմեդականներն են։ Ուսում եք դրան հավատացել եք։ Սրանք եվրոպական երկրներն են, որոնք մերժել են, ուղղակի մերժել են ամբողջ ուժով, որի պատճառով փաստորեն բանալ Մարկո Ռուբիոն, Թրամփը, ով չի ալալել, Հեքսետը, ով չի ալալել, ինչ ասես ասել է եվրոպական երկրներին ու մատա թափվել, ձեզ հենց հիշացնելու են, որ դուք մեզ
ոչ միայն չօգնեցիք, դուք մեզ ձեր տարածքները չեք տրամադրում, որ մենք մարդ սպանենք։ Եվրոպան շահած է դուրս գալու այս պատերազմից, ավելի ուժեղացած, ավելի անկախացած, ավելի վերափոխված եւ ամենակարևորը Իսրայելի ազդեցությունից ավելի ձերբազատված։ Դուժել են երկու երկիր, Իսրայելն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները, ցավոք, էսա պատմությունը։ Մեսա Մարկո Ռուբիոն թափատալի ասում, հələ պետքա բանը ՆԱՏՕ-ն հələ մեկ վերանայի իր պահվածքը, հա, բանը ու Ամերիկայի Միացյալ Նահանգները իր երթին պետքա մեկ վերանայի իր հարաբերությունները ամբողջ Եվրոպայի հետ, մեղադրանքներով Եվրոպայի նկատմամբ։ Իսկ սա լսենք լավ, մի անգամից բան անեմ, թարգմանել։ Մի անգամից ասեմ ինչի մասին է սա, որ Ռուսաստանը արդեն մեկ շաբաթ ամես 4 ռեյս է իրականացել դեպի Իրան եւ մատակարարել է իր վերջի հակաօդային պաշտպանության միջոցները S-500-ները։ S-500, որը մինչև հիմա ոչ միտեղ չի օգտագործվել, մտածում են սա հատուկ F-35-երի համար է։ Հիմա թե սա որքանով էֆեկտիվ կլինի, որքանով էֆեկտիվ չի լինի, ընթացքը ցույց կտա, բայց պետք է ասեմ, որ Իրան արդեն խփում է F-35 առանց ռուսական S-500-ների։ Չնայած S-500-ը բավականին լուրջ ավելի զենք պետք է լինի, որ sense tendency ինքը արդեն ինչ-որ բան նշանակում է, բայց հարցը դա չի, հարցը ստեղ քաղաքականությունն է։ Խփեն F-35, թե չեն խփի այդ Նիկո։ Սա քաղաքականությունն է, որ ձևավորում է մի մաս Չինաստան, Ռուսաստան, Իրան ավելի հստակ ռազմական հստակ գործողություններով, որը հակադրվում է Իսրայելին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ասեմ ես Ռուսաստանը երևի սա չգնա, սա չաներ, եթե Իսրայելը այս վերջի քանի օրվա մեջ չռմբակոծեր ռուսական նավ տեղափոխող այն նավահանգիստները, որով Իրանի հետ Ռուսաստանը առևտուր էր անում։ Իսկ թվում է սրա պատասխանն է։ Այնպես որ աշխարհը բաժանվում է էլի մասերի, ինչպես միշտ, բայց հիմա ավելի հստակ։ Ու հետաքրքիր է որն է, որ այն կողմը, պարտավոր կողմը, եթե նույնիսկ Իրանը մենակ մնա, այն կողմը պարտավոր կողմը, արդեն պարտված կողմը, որովհետև հենց այդ մի քանի հազար այդ երեխեքին, որոնց չգիտեմ, ոնց են տանելու կոտորել, մտան Իրան, որի դիմաց Իրանը խոստացել է 1 միլիոնանոց զորքանի։ 1 միլիոն։ Պլյուս դրոնները։ Տեսնենք։ Սանայինք։ Սա Քուվեյթում ամերիկյան ռազմաբազան է, նայեք։ Այսօր սա այսօր բանը Քուվեյթում ռազմաբազանը ռմբակոծել է եւ Սաուդյան Արաբիան, եւ Քուվեյթը, եւ էլի Դուբայը, որտեղ ինչ արժվում է, ինչ ասում է, խփում է։ Հիմա այս հարցը ուզում տամել այս երեխեքին կամ երեխեքին ինչ հարց տամ ախր։ Այս զինվորները որ գնում են մտնում են Իրան գնալու են մտնում։ Իրանք ավելի պաշտպանված են լինելու, քան ամերիկյան ռազմաբազաները։ Եթե ամերիկյան ռազմաբազաներն են անպաշտպան Իրանի հողի վրա այդ երեխեքը պաշտպանված են լինելու։ Այս էլ սպառնում է։ Սա սպառնում է բանին Բրիտանիային, որ իրանց մերժելուց հետո էլ ոչ իմանով իրանք չեն օգնելու Բրիտանիային։ Այդ հարցն ողորմի դու Բրիտանիային ինչ-որ պետք է օգնեիր։ Այսօր եթե մեկն էլ օգնության կարիք ունի, դա դու ես։ Կապիկ։ Վերադառնանք մեր մոտ երևի արդեն։ Ես արդեն ասեցի ինչ է սպասում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, իհարկե։ Լսենք մեր ընկերոջը։ Շիլանի մաֆիայից գրել են պաբլիկու գործը չի, դու ինչ գործում ես այդ գործերի հետ։ Թող այդ գրողին ես ասեմ, անձամբ Պատկերացնում եք, զոհվածի պապիկն է, ասում Փաշինյանի բանից, մաֆիայից ինձ ասում են, պապի դու ինչ գործում ես այս գործի հետ։ Մենք այս իրենց ձեզ ասեմ։
Փաշինյանի մաֆիայից գրել են պաբլիկու գործը չի, դու ինչ գործ ունես այդ գործերի հետ։ Թող այդ գրողին ես ասեմ, անձամբ այդ գրողին եմ ասում, թող իր թորները 3 հատ սենց վարվեն, մահանա, որ մյուսը կա միշտ չմեղադրեն։ Կարծում եք Ու հետո Փաշինյանը, պաշտպանության նախարարը հայտարարեց Փաշինյանին ասա, որ եղել է բենզինով վարվելա եւ այդ վարկածով մինչեւ հիմա ու նույն բանը երևի է ստատախազները ասեն, չգիտեմ ինչ կասի, բայց ուղղորդված է սրանց, մենք մետակալիք չունենք, ոնց որ ասելա, ուղղորդելա, որ բենզինով եղել, թող Փաշինյանին կամ քննեն, հələ տենանք ինքը կարա աբացուցի, որ դրանից է եղել, եթե բենզինը լցրելու վարվել է, Բաշմոր գազը, այդ 10 րոպեում, այդ ոնց երեխեքին, մեզ փաստեր կա, որ երեխեքը մինչև 12:30 խոսացել են, արել են, բայց այդ 10 րոպե մեջ այդ շմոր գազը ինչ արա, որ Փաշինյանը արդեն լավ 2 ժամ հետո ասա։ Հասկանում եք, բան ինչու՞մն է, որ մինչև 12:30 բոլոր ապացույցները կա, որ մարդիկ ողջ են եղել։ Ահազանգը, որ վառվում է ու մահացած են, 12 րոպե հետո է եղել։ Այդ 12 րոպեվա մեջ, այդ ոնց, այդ սապյոր տղեկը, արթուն վիճակում, քնած մոխրացան։ Բայց Նիկոլ Փաշինյանը որոշել է ինչ պետք է ասի։ Գրեք, որ վարվել են, քնած են եղել, մի բան կա բենզինով, այդ բոլորը վարվել են, գրեք։ Հիմա 3 տարուց ավել է, ամբողջ քննչական խումբը, ուզում է ապացուցի, ոչ երեխեքը յանեն քնած եղել վարում։ Այսինքն ամբողջ քննչական խումբը հանցագործություն է կոծկում, չէ՞ որ սա այս հարցն է գալու կանգնի։ Ով է այդ քննչական խմբի ղեկավարը, ով է ուղղորդում, ովքեր էին նրանք, որ հենց առաջի հենց ժամին մտածեցին պղծել տարածքը, փոխանակ ծածկել, փակեին, որ ոչ մեկ չմտներ։ Հա, թամ հետքերը, ասում է երեխու կոշիկը կա, չի վարվել, բայց երեխան մոխրացել է։ Ոնց։ Այսինքն այնքան փնթի են, որ նույնիսկ ասում է գնացինք տեսանք տեղը, ծնողներն ասում են, նայում ենք երեխեքին կոշիկ կա, գլխարկը մնացել, ոնց կոշիկն ու գլխարկը մնաց։ Դոշակը մնաց, մարդը դոշակի վրա մոխրաց, հա։ Մի խոսք։ Այդ ամբողջ քննչական խումբը Նիկոլ Փաշինյանի ցուցումով ասում է, այն ինչ որ առաջին օրը ինքը ասել է։ Հիշեցնեմ, որ Պապիկյան Սուրիկը նույնիսկ չի գնացել նայեն ինչա կատա։ Չի էլ գնացել։ Իրեն հետաքրքիր չի, իրեն գիտեն ինչ են արել, գնա ինչ ան։ Պատերազմ չի եղել։ Հա, հիմա ծնողը վստահ է, որ հիմա գնում է Նիկոլ Փաշինյանի ժամանակ երեխան ապահով ձեռքեր ունա։ Միջև այն պահը, որ որոշենք սպանել այդ երեխեքին։ Շատ ապահով է։ Ձեզ թվում է ձեր երեխեք ավելի լավն են կանեն զոդի ոսկու հանքի մոտավորել զոդներ կարծեմ թե մի խոսքով որ ուղարկել են երեխեքին քնելու ու ռմբակոծել են ամբողջ տարածքը, հա, երեխեքին գիտեն 6 ժամ առաջ ռուսները դուրս են եկել, սոտք զոդ եմ ասում, սոտքի տարածքը 6 ժամ առաջ ռուսները հետ են եկել, իրանք էին պահում, երեխեքին ուղարկել են քնել ու թուրքերը ռմբակոծում են, զոր եմ ասում, գիտեք, այս երեխեքը, ձեր երեխեքը կամ նոր գնացողները այն սպանված երեխեքից լավն են, Նիկոլ Փաշինյանի համար բոլորը նույնն են, եթե պետք է զոհաբերել իր իշխանության համար, ինքը զոհաբերելի է, ոնց որ քո երեխուն գեղան։ Պատերազմը տարել է մեզնից 18+ տղաների եւ հիմա բանակ գնացող 2 տղա փաստորեն կամ պիտի ինստիտուտ գնա կամ ծառայության կամ էլ բանտ ամենայն դեպս այն իրավիճակը, որը Սուրբանայի բակում տեղի ունեցել, թելադրում է քննչական համակարգում այդ գործողությունների տրամաբանությունը։ Ինչ եք կարծում, կգտնվեն ամեն դեպքում բարեխիղճ մարդիկ, ովքեր Երջանկահիշատակ Արմենը ասում է, սրան տարեք, որ մարդ չմեռնի,
Նիկոլ Փաշինյանը ֆոբիա ունի 18 տարեկան երեխեքի հանդեպ, ու սա հերթական դրա ապացույցն է, որ այս ճակատագիրը խեղվում է, այս երեկո երեխու ճակատագիրը խեղվում է իր համահաճույքի համար։ Այսինքն, եթե եկեղեցին լիքն է, դու հրելով մտնում ես ներս, երեխեքը կանգնած են հանգիստ, դու հրում ես, քո ախրանիկները հրահրում են միջադեպ։ Երբ որ ինքը դուրս է գալի քարոզ արշավի, իր ախորը տանում է լցում առաջ, այդ օրը հանգիստ առանց միջադեպի անցնում է։ Բայց երբ որ չկանխատեսված դուրս է գալիս, անպայման մի հատ միջադեպ լինում է։ Դա ինչ է նշանակում։ Նշանակում, որ ժողովուրդը քեզ ատում է, Նիկոլ, ռադդ քաշի գնա։ Այս ոսկե խոսքերով էլ ես ուզում եմ այսօր ավարտեմ։ Բայց չէ, ռադդ քաշի, բայց գնալու տեղ չունես։ Չէ, Նիկոլ։ Ուր պետք է գնաս։ Մենք քեզ կասենք ուր։ Իսկ Նիկոլին կից բոլորին հիշացնեմ, որ դուք պետք է Երանի տակ, որ ձեզ դատեն։ Այն պապիկին հիշում եք։ Կա բոլորը կան։ Բոլորը նստած սպասում են այդ Երաների օրվան։ Տեսեք են երկու դպրոցական տղեկի վերաբերմունքից հասկացաք, որ չնայած Փաշինյան Նիկոլը գտնվում էր այդ եզերի թիկունքում, բայց մեկա ցանկությունը դրան ոչնչացնելու այդ երեխեքի մեջ կար։ Իսկ գիտեք ինչքան մարդու մոտ կա այդ կատ։ Այդ ազնիվ մղումը։ Գիտեք ինչքան մարդու մոտ է, կուտակվել։ Ու թիվ չկա։ Ես չգիտեմ այդ պակից ոնց է դուս գա։ Այս լավ տոնալության վրա ուզում եմ այսօր ավարտել։ Համենայնիվ